Պարոն Պողոսյան, իմ հարցը վերաբերում է տնտեսվարողներին եւ նրանց նկատմամբ, այսպես ասած, հարուցված գործերին 10 միլիոնից ավել խախտման դեպքում։ Մենք հանդիպել ենք տնտեսվարողների հետ, այս հարցը ես նաեւ Պեկին եմ բարձրացրել, Պեկի մոտ եմ բարձրաձայնել, մենք հանդիպել ենք տնտեսվարողների հետ եւ ըստ տնտեսվարողների գոյություն ունի նման իրավիճակ, որ նախ փոխանցում է կատարվում Պեկից դեպի քննչական կոմիտե, քննչական մարմիններ գործերը ըստ տնտեսվարողների, այսինքն ուռճացնելով գումարը, որպեսզի դա գնա քննչական եւ քննչական մարմինները տնտեսվարողների երբեմն նախ արգրավում են գույքը, որը հետո ավելի երկար ժամկետով են պահում, քան դա կարելի է, եւ երկրորդ նաեւ պահանջում են վճարել ինչ-որ գումար ըստ իրենց, այսինքն որի հետ անհամաձայնություն ունի տնտեսվարողը, ասելով, որ դա պետական բյուջեի, այսպես ասած, պետական բյուջեի պլանը կատարելու նպատակ ունի եւ այլն, այսինքն ըստ տնտեսվարողների մոտեցումը բացարձակ չի համապատասխանում մեր ընդունած քաղաքականությունը, ես կուզենայի իմանալ այս մասով եւ պետք է խնդրեմ նաեւ մի հատ մոնիտորինգ անեք եւ ասեք բոլոր են հարուցված գործերը ինչպես են բանանում հանգուցալուծվում ես կուզենայի լսել ձեր մեկնաբանությունը այս մասով ունեք արդյոք նման տեղեկատվություն եւ ինչ քայլեր են ձեռնարկվում Շնորհակալություն Տիկին Վարդանյան հարցի համար Ես նախ ներկայացնեմ ընթացակարգը, երբ որ քննչական մարմինը ստանում է պատշաճ հաղորդում պետական եկամուտների կոմիտեից, որևէ տնտեսվարողի կողմից հարկային պարտավորությունները չարամտորեն խուսափելու վերաբերյալ, մենք դրա հիմքում դրվում են որոշակի փաստական տվյալներ, այդ թվում նաև Պեկ մարմնի կողմից ներկայացրած նախնական հաշվարկ, որի հիման վրա որպես պատշաճ հաղորդում վարույթն իրականացնող մարմինը պարտադիր կարգով նախաձեռնում է քրեական վարույթներ, իհարկե ունենք դեպքեր, երբ որ նաև բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ որ նախնական հաշվարկի հիման վրա մենք վարույթներ չենք նախաձեռնում, նման վիճակագրություն էլ ունենք եւ դա փոքր թիվ չի կազմում Բայց երբ որ հիմքերը բավարար են լինում, մենք նախաձեռնում ենք քրեական վարույթներ։ Այնուհետև քրեական վարույթների նախաքննության ընթացքում, քանի որ վարույթի նախաձեռնման հիմքում դրված է լինում Պեկի կողմից կատարված նախնական հաշվարկը, մենք սկսում ենք քննչական գործողությունները, քննչական գործողությունների շրջանակներում կատարում ենք նաև անհետաձգելի քննչական գործողություններ, որոնց մեջ մտնում է նաև գույքագրման աշխատանքներ կատարելը, տնտեսվարողի կողմից որոշակի փաստաթղթային հիմքեր արգրավելը, որոնք որպես ելակետ հիմք են հանդիսանում նախաքննության ընթացքում ստուգում նշանակելու համար։ Եվ ստուգման ընթացքում, երբ որ ստուգման արդյունքներն ավարտվում են, ստուգման հիման վրա մենք արդեն որոշում ենք անձին քրեական հետապնդում հարուցելու հարցը, սա է ընթացակարգը, իհարկե ձգձգման պատճառներ հնարավոր է նաև, երբ որ գույքագրման աշխատանքների ընթացքում եւ այլն կամ ստուգումը տևի երկար ժամանակահատված, բնականաբար այդ ընթացքում, երբ որ մենք արգրավում ենք որոշակի փաստաթղթեր, համակարգիչներ եւ այլն, դրանք չեն կարող վերադարձնել այդ ընթացքում, մինչեւ ստուգումը չավարտվի։ Եվ նաև ինչ վերաբերում է ձեր մյուս հարցադրմանը, որ քննչական մարմինը պահանջում է որոշակի վնասներ վերականգնել, դա քրեադատավարական ընթացակարգով, երբ որ մենք ունենք որոշակի վնաս պատճառված պետությանը, վարույթ իրականացնող մարմինը նաև իր լիազորությունների շրջանակում, այո, ձեռնարկելու է միջոցներ, որպեսզի պետությանը պատճառված վնասը ոչ ամբողջությամբ, բայց մասնակի գոնե վերականգնի, որպեսզի դա դիտվի դատավարական անձի վարքագծի տեսանկյունից, դրական վարքագիծ, եւ սա է process-ը։ Եվ նշեմ նաև, որ տենց պլան, որպես այդպիսին, քննչական կոմիտեում առկա չէ վնասների վերականգնման հետ կապված, դա ընթացիկ գործունեություն է եւ բնականաբար այդ գործերով նաև պետք է ունենանք նաև վերականգնումներ, կարծում եմ, ստեղ որևիցե արտառոց գործելավոճ չկա։ Բայց իհարկե իմ հանձնարարությամբ նաև նախաքննության մարմինը իր գործունեությունը կազմակերպում է այնպես, որպեսզի առավելագույնս չխոչընդոտի տնտեսվարողի գործունեությունը։ Շնորհակալություն։
Շնորհակալություն պարոն Պողոսյան, խոսքս հենց խոչընդոտելու մասին է։ Ես խնդրում եմ ձեզ մի հատ մոնիտորինգ արեք արգրաված գույքի մասով, ձեր գույքագրեք, որպեսզի հասկանանք, թե ստուգում իրականացնելու խելամիտ ժամկետները արդյոք պահված են, որովհետև տնտեսվարողների գործունեությունը խոչընդոտվում է։ Ես գիտեմ դեպք, այսինքն ըստ տնտեսվարողի այս առումով գիտեմ, որ ասում են, որ մի երրորդ կողմի ստուգման արդյունքում արգրավվել են համակարգիչներ, որոնք 1 տարի արդեն չեն վերադարձվել, այդ տնտեսվարողը նոր գույք է գնել, նոր սերվեր է գնել եւ արդյոք հնարավոր չի, այսինքն պատճենները վերցնել, առնվազն թույլ տալ, որպեսզի մարդը իր պատճենը վերցնի, կոփիները վերցնի, որպեսզի շարունակի իր աշխատանքը, քանի դուք իրականացնում եք ձեր մարմինը իրականացնում է ստուգում եւ ուղղակի ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այս հարցի վրա, որովհետեւ տնտեսվարողներից շատերն են նման բողոքներով հանդես գալի եւ այո, գուցե դա մեր քաղաքականության եւ ընթացակարգերի մեջ, այսպես ասած, գրված չէ, սակայն գուցե կան քննիչներ, ովքեր ոչ ըստ ընթացակարգերի եւ այդ տրամաբանության են գործում, որովհետեւ կան նաեւ դեպքեր, երբ ըստ տնտեսվարողների նորից կրկնում եմ, այս ամբողջ ինֆորմացիան տնտեսվարողներից է, որ ենթարենք մտնում են եւ խախտումի համար վերաբերմունք ավելի շատ հանցագործի, այսպես ասած, ծանր հանցագործություն գործած մարդու նկատմամբ ինչպես կվարվեն, այդպես են վարվում։ Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում այս հարցի վրա, որովհետև մեկը չէ տնտեսվարողը, շատերի հետ ենք հանդիպել, ես եւ պարոն Թունյանը, եւ այս հարցը բարձրացրել են։ Ես ձեզ խնդրում եմ գույքագրում կատարել նախ այդ արդյոք այդ գույքերը խելամիտ ժամկետի համար են ստուգման խելամիտ ժամկետով են պահպանված այս պահին եւ նաև այն գործերը, որոնք որ հարուցվել են, այսպես ասած, ինչ ավարտ են ունենում դրանք։ Շնորհակալություն։ Ես այդ դուտակ պարոն Պողոսյան, ես էլ եմ կիսում տիկին Վարդանյանի մտահոգությունը եւ անկեղծ ասեմ, խնդիրը երկակի է։ Մի մասը պայմանավորված է օրենսդիր գործունեությամբ եւ մենք պետք է հասկանանք, թե երբ է այն շեմը, երբ հարկերից խուսափելը վարչական իրավախախտումից վերածվում է քրեական իրավախախտման։ Սա պետք է մենք հասկանանք եւ համատեղ ջանքերով գնանք առաջ, կամ մի արձանագրում հարկերից խուսափելը չի կարող մնալ անպատիժ, սա սկզբունք է եւ մենք պետք է տանենք սա առաջ, բայց պետք է հասկանանք իրոք այդ շեմը որտեղ է, որտեղից անձի հակաիրավական արարքը վարչականից կամ չգիտեմ էլի դելիկտից վերածվում է քրեական հանցագործության, բայց նաև շատ կարևոր է, որպեսզի միասնական ու հասկանալի մեթոդաբանություն լինի այս հանցագործությունների քննության նաև քննչական կոմիտեի կողմից հաշվի առնելով, որ ինքնին այս հանցագործության մեջ շատ անկեղծ լինեմ եւ արդեն ավելի շատ հաշվապահություն է, քան իրավագիտություն։ Խնդրեմ պարոն Պողոսյան։ Շնորհակալություն տիկին Վարդանյան, ես նշեցի իմ խոսքում, որ մենք ստուգում ենք նշանակում, բայց ստուգումը չի իրականացում քննչական մարմինը։ Քննիչ չի իրականացնում այդ ստուգում։ Քննիչը նշանակում է ստուգում, որն իրականացնում է պետական եկամուտների կոմիտեն, այսինքն ստուգման ակտը տալիս է այդ մարմինը, հետեւաբար այս առումով քննիչը բայց ընթացքում նաև ելակետային տվյալներ է տալիս, եթե քննիչը ուշացնում է ելակետային տվյալները եւ այդ պատճառով օրինակ ստուգում է երկարում է, քննիչը համապատասխան մենք կարգապահական պատասխանատվության միջոցներ ենք ձեռնարկում, բայց նաեւ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել, որ քրեադատավորական գործիքակազմը ինքնին, երբ որ մենք կիրառում ենք, որպեսի վարույթը իր տրամաբանական ավարտին հասցվի, մենք չենք կարող զերծ մնալ այդ անձի տնտեսական գործունեությունը որևէ կերպ չմիջամտելուց, որովհետև իմ մատնանշված քննչական գործողությունները, որոնք ենթադրում են արգրավումներ, խուզարկություններ, արդեն իսկ միջամտություն, այսինքն եթե մենք ուզում ենք եւ ցանկանում ենք քրեական վարույթի օբյեկտիվությունը պահպանենք, մենք չենք կարող զերծ մնալ այս միջամտությունից, բայց այնուամենայնիվ նաեւ արդեն բավականին ժամանակ կլինի, երբ որ մենք կփաստեն նաև բազմաթիվ են այնպիսի դեպքերը, երբ որ մենք գույքագրել ենք, վեր ենք հանել այդ արգրավված եւ անհիմն պահված, ունեցել ենք տենց նաև նյութեր, երբ որ տնտեսվարողներից արգրավված իրերը եւ առարկաները տևական ժամանակ չէին վերադարձել, հիմա
բոլոր նմանատիպ դեպքերը մենք բացառել ենք եւ վերադարձրել ենք, բայց նաեւ ունենք այնպիսի դեպքեր, երբ որ օրինակ, չգիտեմ, մենք արգրավում ենք սերվերներ, որտեղ հսկայական ծավալով ինֆորմացիա կա, երբ որ այդ սերվերում արկա տվյալները համադրում ենք ՊԵԿ ներկայացրած հաշվետվությունների հետ, դրա հիման վրա է հնարավոր բացառապես հասկանալ անձը խուսափելի հարկային պարտավորությունից թե ոչ։ Ունենք նաև արգրաված օրինակ սև հաշվապահություն, մենք դրա հիման վրա պետք է հասկանանք ստուգման արդյունքում անձը խուսափելի հարկային պարտավորությունից թե ոչ։ Մեխանիզմը սա է, իհարկե ձեր ասածը գիտություն կընդունենք, շնորհակալություն։